Տները վախենում են բարձրանում վերև։ Ուղևորվում ենք Դաշտադեմի ամրոց։ Արևոտ թվացող այս եղանակը շատ խաբուսիկ էր։ Իրականում սաստիկ քամին թույլ չտվեց մեզ խոսել բնական ձայնագրությամբ։ Ինչևէ, կներկայացնենք այս պատմությունը ձեզ այս տարբերակով։ Դաշտադեմի ամրոցը Հայաստանի ամրաշինական համակարգի եզակի համալիրներից մեկն է։ Բաղկացածն է միջնադարյան դղյակից, որն իր հերթին փարփակված է 19-րդ դարի սկզբին կառուցված արտաքին մեծ պարսպով։ Ամրոցի հիմնադրման և պատմության վերաբերյալ գրավոր սկզբնաղբյուրները սակավաթիվ են։ Առաջին թվականի աղբյուրը միջնաբերդի հարավ-արևմտյան աշտարակի վրա պահպանված արաբերեն արձանագրությունն է, որի համաձայն Սուլթանի Իբն Մահմուդ Իբն Շահվուր Շահբադյանը 1174 թվականի սեպտեմբերին հիմնադրում է այս շինությունը։ Երկրորդ առանցքային սկզբնաղբյուրը 1307 թվականի հայերեն արձանագրությունն է, որի համաձայն Ապուղա Զաքարյանն ազատում է իր Թալին գյուղը գինու հարկից։ Եկեղեցին 1989 թվականի պեղումներով բացվել էր շրջապարիսպի հյուսիս-արևելյան կողմում։ Ունի երկու մուտք՝ արևելյան և հարավային ճակատներում։ Երկար տարիներ հանրային լայն շրջանակներում տարածված է եղել այն տեսակետը, որ ամրոցը հիմնադրվել է Ուրարտական ամրոցի տեղում կամ Սարականների օրոք։ Ամրոցի միջնադարյան դղյակի տարածքում իրականացված լայնածավալ պեղումներով որևէ փաստական տվյալ չի հայտնաբերվել ամրապնդելու այդ տեսակետը։ Եվս մեկ շփոթմունք կապված է ամրոցի շուրջ տարածվող միջնադարյան բնակատեղի անվան հետ։ Տարածված է ամրոցն անվանել նաև Քաղենի ամրոց։ Սա հիմնված է 10-րդ դարի պատմիչ Հովհաննես Դերասխանակերտցու հիշատակված այն իրադարձության հետ, երբ 8-րդ դարի վերջին քառորդում արաբների կողմից իրականացվում է հայերի դաժան կոտորածը, որը պատմության մեջ հայտնի է որպես Թալինի կոտորած։ Ամրոցի հենց շեմից զգում ես պալատական կյանքի ոգի, ու բոլոր նրանք, ովքեր ավելի շատ են կարդացել պատմավեպեր, ավելի խորը կզգնդա։ Համալիրի կորիզը բազմանիստ և կիսակլոր աշտարակներով համալրված միջնաբերդն է, որի գլխավոր կառույցը ուղղանկյուն հատակագծով թաղապատ շինությունն է։ Օպերատորները վախենում են բարձրանում վերև, չգիտեն ինչ անենք է։ Կառույցի ներսում ոլորապոտույտ աստիճանները տանում են դեպի միջնաբերդի աստիճանաձև տանիք։ Տանիքի ներսում երկայնական ուղղությամբ 3 լուսահորեր են բացված, ներքին լուսավորությունն ապահովելու համար։ Թաղակապ կառույցի ներսում պահպանվել է գաղտնուղին, որը սակայն մենք չենք նկարել։ Միջնաբերդի նիստավոր և պայատաձև աշտարակներում տեղակայված են բնակելի հարկաբաժինները, որոնց մուտքերը բացվում են տանիքից, իսկ կիսակլորները ծառայել են պաշտպանական կամ օժանդակ նպատակների։ Ամրոցի գլխավոր մուտքը հյուսիսից է։ Արտաքին պարսպապատն ունի գաղտնի միջանցք, որը դուրս է գալիս դեպի արևմտյան կողմի ձորակը։ Դաշտադեմի հոյակերտ այս ամրոցից օրվա ամենագեղեցիկ ժամին շտապում ենք դեպի Թալինի կաթողիկ եկեղեցին։ Սակայն նկարը հանել չկարողացանք, որովհետև գեղեցկուհին հիմնանորոգման փուլում էր։ Հուսով եմ, որ շատ շուտով կունենանք հնարավորություն վայելելու նրա ամբողջական գեղեցկությունը։ Դե ինչ ընկերներ, այսքանն էր մեր կողմից տրված ինֆորմացիան Դաշտադեմի մասին։ Ձեզ մնում է հիշել պատմությունն, իսկ մեզ մնում է հիշեցնել, որ պատմությունը լավագույն միջոցն է սերունդների մեջ ազատության կրակը վառ պահելու համար։ Էնպես որ եկեք վառ պահենք այդ կրակը։